Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ցեզի սիրելի արազատներ, բարի լույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կթալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Փառք Աստուծո, մեզի անթեպ իր ցուցաբերած խորունկ սիրուին եւ կտության համար։ Այսօր նոր 2026 դարվան առաջին շաբաթ օրն է։ Սիրելիներ, Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ ծնունդը պատահական չէր։ Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ ծնունդը ամբողջ մարդկության պատմությունը փոխեց, որովհետև Արարիչը ինք մարդ դարձավ, մարմնացավ, սուրբ գույսեն ծնավ գադարելապես եւ սիրելներ ուզեց Տերը մարդկային պատմության մեջ մտնելով մարդիկը առաջնորդել հավիտենական կյանքին։ Հետաքրքրական է, չէ, որ այսօր թվականները սիրելներ մենք գահաշվենք Քրիստոսի սուրբ ծնունդեն։ Գսենք Քրիստոսի առաջ, այսինչ թվականին, Քրիստոսի ետք, այսինչ թվականին։ Այսօր անշուշտ զանազանցեվով գուզեն մարդիկ փոխել, ասելու համար որ մեր թվականության այսինչ տարին, ինչ կնշանակե մեր թվականության։ Ինչ կնշանակե մեր թվականության։ Բարձաբես, որբեսի Քրիստոսի անունը չդան, գսեն մեր թվականության։ Սիրելիներ, հստակ է Քրիստոսի առաջ եւ որ Տեր Հիսուս Քրիստոս երկնքի մեջ ինքը որպես հոգի, որպես Աստված հավիտենապես գոյություն ուներ, սակայն իր մարմնավորումեն առաջ, այսինչ թվականներուն եւ իր մարմնավորումեն յետք, իր երկրավոր ծնունդեն յետք, այսինչ թվականին։ Հետևաբար մենք ապրենք Քրիստոսի յետք, Քրիստոսի ծնունդեն յետք, այսինչ թվականին։ Ասեմ որ այս թվականները սկսան սիրելիներ հատկապես 5-րդ դարուն այդպես հաշվել Քրիստոսի առաջ եւ Քրիստոսի ետք։ Անցյալին մարդիկ գահաշվեին, պատմապանները գահաշվեին թվականը Հռոմ քաղաքի հաստատութենեն ետք սիրելիներ։ Հռոմ քաղաքը Քրիստոսի առաջ 753 թվականին է որ հաստատված է։ Հետևաբար այդ թվականեն սկսյալ մարդիկ սկսան հաշվել Հռոմի հաստատութենեն յետք այսինչ թվականին այսինչ թագավորը քահագալեց այսինչ գուսագալը եղավ եւ այլն բայց 5-րդ դարեն յետք հատկապես Դիոնիսիոս գրծեր գրոնավորը այս գրոնավորը սիրելներ ինքը Քրիստոսի ծննդյան հաշվարկները հրավ եւ սկսան ամենուրեք դարածվիլ այս ծևը Քրիստոսի առաջ եւ Քրիստոսի ետք։ Այսօր 2026-ն է ըստ Դիոնիսիոս գրծերի հաշվարկներում բայց սիրելներ Դիոնիսիոս գրծեր այս գրոնավորը իր հաշվարկներում մեջ սխալ ըրավ։ Եվ սխալը այն էր որ Քրիստոս այսպես ասենք ծնավ ոչ թե 0 թվականին, այլ Քրիստոսի առաջ կոնե 6 թվականին, 6 կամ 7 թվականին, ինչու։ Որովհետև Եվ կխոսվի Հերովդես մեծի մասին, այն Հերովդես թագավորը, որ հրահանգեց 2 տարեկանին վար բոլոր մանուկները սպանել, Հերովդես թագավորը ինք մահացած է Քրիստոսի առաջ 4 թվականին։ Հետևաբար եթե 2 տարեկանին վար եղողները սպանել դվավ, կնշանակե որ ուրեմն Հիսուս պետք է այդ ժամանակ 2 տարեկանի մոտ ըլլար։ Ուրեմն այսօրվան հաշվարկներով Քրիստոս պետք է ծնած լար ոչ թե 0 թվականին, այլ ծնած պետք է լար 6 կամ 7 թվականին նախքան Քրիստոսը։ Այսօր ես ցեզի պիտի ուզեմ այդ մասին ընթերցել հայր Եփրեմ Դեր Ղազարյանի Ես եմ լույս աշխարհի քիրքեն այն հոդվածը 19-րդ գլուխը ուր գխոսի Հիսուսի ծնունդի թվականին մասին։ Գարտամ սիրելիներ, մինչ այդ Նաև գարտացած ադենս ցեզի զանազան դերեկություններ կփոխանցեմ։ Լավ գլա իմանալը, հետաբար եթե այսօրվա 2026 թվականն ենք, եթե ճիշտ թվականով ուրեմն հաշվարկենք, այսօր պետք է լար 2032 կամ 2033 թվականը իրականության մեջ եւ ոչ թե 2026 թվականը։ Ամենայն դեպս ինչալ ըլլա, ասի արի դերեկություն, փամնաբիդի չփոխվի Հիմա գուհիմա թվականները այդպիսին եւ այդպիսին ալ պիտի շարունակվին։ Կարևորը սիրելներ որ մենք բարձրապես տեղյակ ունենք, բայց ամենեն կարևորը որ մենք սիրելներ
ապրինք ամեն օր Տիրոջ կամքին համաձայն, որովհետև օրը, երբ արժանի լանք հավիտենական կյանք մտնելու, այնտեղ ժամանակ գոյություն պիտի չունենա։ Այն ժամանակ կյանքի մեջ պիտի ապրինք։ Ադորամար այդ կյանքը կգոչվի հավիտենական կյանք։ Այս կյանքը ժամանակավոր կյանք է։ Տեսեք, ժամանակավոր, այսինքն ժամանակ ունեցող։ Իսկ մյուս կյանքը ժամանակ չունի։ Անորմալ չի գոչվի ժամանակավոր, այլ կգոչվի հավիտենական։ Հիսուսի ծնունդի թվականը։ Ըլլա հռոմեական դիրաբեդության շրջանին, ըլլա Քրիստոսի ետք, մինչև 5-րդ դար, սովորաբար դարիներ կհաշվեին Հռոմի հիմնադրութենեն սկսելով, այսինքն մեր թվականութենեն 753 դարի առաջ։ Ինչպես ասի, Հռոմ քաղաքը 753 դարիներ առաջ սիրելներ հաստատված է։ Առաջին անգամ 6-րդ դարուն Դիոնիսիոս Գրծեր անունով գրոնավորը դարիները սկսավ հաշվել Հիսուսի ծնունդեն։ Դիոնիսիոս Սուրբ Գյուրեղ Աղեքսանդրացի զատկական ցուցակները թարգմանածադեն հաշիվներ ունելով Հիսուսի ծննդյան թվականը դրավ հռոմեական 754 թվականին։ Դիոնիսիոս Գրծերին սկսած դարիներու թվարկումը հետզհետե տարածվեցավ ամեն կողմ։ Սակայն Դիոնիսիոս սխալած էր իր հաշիվներու մեջ։ Հիսուսի ծնունդը ոչ թե հռոմեացիներու 754 թվականին պատահած էր, այլ անգե 6 կամ 7 դարի առաջ, այսինքն Հռոմի հիմնարկութենեն 747 կամ 746 դարի ետք եւ մեր այսօրվան թվականութենեն 6 կամ 7 դարի առաջ։ Ահա այն փաստերը, որոնք ցույց կտան Դիոնիսիոսի կդած թվականության սխալը։ Սուրբ Գիրքի մեջ սիրելներ կարելի է այդ փաստերը գտնել ինչ բաներ է, որովհետև մանավանդ Ղուկասու ավետարանի մեջ գիշվի, որ մարտահամար գար եւ Օգոստոս Գայսը հրահանգեց մարտահամարը կատարել այսինչ թվականին, այսինչ ժամանակ, այսինչ կառավարիչին առաջին դարին եւ այլն։ Այդ բոլորը սիրելներ հաշվարկումներով կան այսօր եւ հետեւաբար այդ հաշվարկումները ավելի ցուցիչ կդառնան, թե իրականության մեջ Քրիստոս որ թվականին ծնավ։ Պատմութենեն ըստույք կերպով գիտենք, թե ուրեմն Մատթեոսի ավետարանչի համաձայն Հիսուս գծնի Փեթրեհեմի մեջ Հերովդես թագավորի ողջության շրջանին։ Եվ պատմութենեն ըստույք կերպով գիտենք, թե Հերովդես թագավոր գմերնի հռոմեական 750 թվականին մարտ ամսվան վերջերը եւ կամ ապրիլի սկիզբները, այսինքն մեր թվականութենեն 4 դարի առաջ, ինչպես ասի արդեն ցեզի։ Մյուս կողմը գիտենք, թե Հիսուս Ընտանիոք Եգիպտոս փախավ եւ հոմ մնաց շրջանը։ Ըստ Ղբդի եկեղեցվո ավանդության, որովհետև Եգիպտոսի մեջ մինչև այսօր Սուրբ Հովսեփի, Սուրբ Մարիամի եւ Հիսուսի աբրած դունը, որ եկեղեցի վերածված է, մինչև մագկտնվի, ուրեմն ըստ Ղբդի եկեղեցվո ավանդության Հիսուս իր ծնողած, այսին Սուրբ Մարիամի եւ Հայր Հովսեփի հետ աբրեցավ Եգիպտոսի մեջ 3.5 տարի։ Վերստվածներեն գեդեվի թե Դիոնիսիոս Գրծեր սխալ թվական որոշած է Հիսուսի ծնունդին։ Ղուկաս ավետարանիչ ավելի հստակ եւ մանրամասն դերեկություններ կտա Հիսուսի ծնունդի թվականի մասին։ Ղուկասի ավետարանի մեջ կգարտանք։ Այն օրերուն Օգոստոս Գեսարի գողմե հրովարդակ մի ելավ բոլոր աշխարհը մարտահամար ընելու։ Այս առաջին մարտահամարը դեղի ունեցավ, երբ Գյուրինիոս ասորիկի վրա գուսակալ էր։ Այս մասին սիրելներ գարտացեք Ղուկասու ավետարանի երկրորդ գլխու առաջին երկու ամառները եւ այս ինչ որ ցեզի գարտացի այս դողերը կրված են։ Հիմա կբացատրի հայր Եփրեմ։ Ղուկաս բացահայտ գերբով գահստատի թե Հիսուս ծնած է առաջին մարտահամարի շրջանին։ Շփոթության առաջ կառնելու համար ամիջապես ասենք թե այդ շրջանին երկու անգամ մարտահամար դեղի ունեցած է։ Մեկը Հիսուսի ծնունդի շրջանին, մյուսը Հիսուսի ծնունդեն մոտավորապես 10 տարի ետք։ Նմանապես ասենք նաև թե Գյուրինիոս երկու անգամ գուսակալ, այսինքն ղեկավար գարավարիչ եղած է ասորիկի եւ Տեբաղեստինի այդ շրջանին ենթակա էր ասորիկի գուսակալության։ Ուրեմն մարտահամարներուն գլխավոր նպատակներն էին նախ ճշտել Հռոմի հպատակներուն թիվը, թե քանի օքի գաբրի այսի յուրաքանչյուր շրջանի մեջ, հետո ցանկակրել անոնց անշարժ գալվածները, ամեն մեկ ընտանիք ինչ ունի, արդ ունի, այս ինչ ունի, այդ ինչ ունի, գալված ունի, դուն ունի եւ այլն,
եւ անոր համացայն որոշել բեդության վճարվելիք դուրքը անոր համար մարդը համար կգադարվի արդ Գյուրինյոս գուսագալին առաջին իշխանության շրջանին առաջին մարտահամարը դեղի ունեցած է մեր թվականութենեն այսինքն Քրիստոսի առաջ 8 տարի առաջ եւ դեված է 1 տարի ամբողջ տարի 8-ն 7 թվականներուն ահա այդ շրջանին այսինքն մեր թվականութենեն 7 տարի առաջ ծնած է Հիսուս Քրիստոս Արիքիդություն ավելցնենք նաև որ գարկ մկիտնականներ աստղակետներեն Հիսուսի ծննդյան թվականը գուզեն ճշտել մոքերուն դեստված աստղեն Գիտնականներ կան սիրելներ որոնք աստղապանությամբ կսպաղին եւ քանի որ մոքերը աստղ տեսան այդ աստղերով գուզեն սիրելներ ճշգրիտ թվականը որոշել թե Հիսուս եւ ծնած է օրինակ Ջոհաննես Քեպլերը 1571-ին մինչև 1630 թվականներուն ապրած է Գերմանացի աստղակետը 16 դեկտեմբեր 1603-ին նշмарած է որ լուսնտակ այսին Ջուպիտեր մոլորակը եւ Երևակ այսին Սաթուրն մոլորակները վրա կալով փածարիկ փայլով աստղիմը երևույթը բարձած են ուրեմն Ջուպիտերը եւ Սաթուրնը այսինքն լուսնտակը եւ Երևակ մոլորակները եւ որ վրայի եկած են 1603-ին զորավոր աստղի պես փայլած է մեծ աստղակետի հաշիվներով սույն երևույթը այս նույն երևույթը 3 անգամ 29 մարտին 3 հոկտեմբերին եւ 4 հոկտեմբերին գրգնված է մեր թվականութենեն այսինքն Քրիստոսի ծնունդեն 7 տարի առաջ հետևաբար այս աստղակետը Ջոհաննես Քեպլերը գեզրագացնե որ Հիսուս այդ թվականին ծնած է 7 թվականին ծնած պետք է լա որովհետեւ լուսնտակ եւ Երևակ մոլորակները վրայի եկած են եւ զորավոր աստղ եղած են արևելքենալ մոքերը ադիգադեսնելով եկած են Երուսաղեմ անշուշտ սիրելներ ասիկա աստղակետներու հաշվարկն է որովհետեւ իրականությունը ուրիշ է իրականությունը այն է որ այդ Պետրեհեմի աստղը որ արևելքեն երևցավ եւ առաջորդեց մոքերը մինչեւ Պետրեհեմ նախ Երուսաղեմ հետո Պետրեհեմ անիգա սիրելեր հadouk աստղեր որ ուղագի առաջնորդեց մոքերը դեպի Հիսուսը Werner Keller եւ ուրիշ գիտնականներ գենթատրեն թե մոքերու դեսած փայլուն աստղը երկու մոլորակներու միացում են եկած երևույթն է որ դեսանելի եղած է նաեւ արևելքի մեջ Ավելի մանրամասնության իջներով Քելեր գուզե հավատացնել թե երկու մոլորակներու վրա քալը ինչպես վերասինք 3 անգամ գրկնված լալով առաջին երևույթը դեսած են իրենց երկրի մեջ մոքերը եւ ատկե յետ ջամփա ելած են եւ երբ Երուսաղեմ ասած են երրորդ երևույթը դեղի ունեցած է եւ մոքերը այս երևում են ուղված են դեպի Պետրեհեմ ուրեմն եւ որ աստղերը քանի որ 3 անգամ երևցան Եվ հետևաբար երրորդ անգամ որ երևցան աստղը գսեն այս երկու մոլորակները իրարու վրայի եկան եւ լուսավոր եղան այդ ժամանակ մոքերը կացին Պետրեհեմ որով վերոյշյալ գիտնականները ասկե գուզեն հետեցնել թե Հիսուս ծնած է երկու մոլորակներու միացումի դարին այսինքն մեր թվականութենեն 7 տարի առաջ սակայն Եթե Մատթեոս Ավիդարանիչի բատմածին պիտի հավատանք եւ կհավատանք մոքերու դեսած աստղը որևէ գապ չի գրնար ունենալ վերև ըսված զույգ մոլորակներու երևույթին հետ ինչպես բացատրեցի չի գրնար սիրելներ մոլորակներու այդ վրայի քալուն եւ լուսավորվելուն հետ գապ ունենալ որովհետեւ այս աստղը առաջնորդեց կսեսուփքը իրենց եւ երբ Երուսաղեմ հասան աստղը գնաց բայց երբ Երուսաղեմին ելան Թեպի Պետրեհեմ երթալու դեսան աստղը մոքերը դեսան աստղը ուրախացան եւ աստղը հասավ եւ գեցավ այնտեղը ուր որ Հիսուս կփնագեր դան վրա Մատթեոս հստակորեն գրե անոնք այսին մոքերը թակավորի Հերովդես մեծի խոսքը լսել է յետ մեկնեցան եւ ահա աստղը որ դեսեր էին արևելքի մեջ առաջնորդեց իրենք մինչեւ եկավ գեցավ այնտեղ ուր գտնվեր մանուկը Կրնակ այս մասին գարտալ Մատթեոսի ավետարանի երկրորդ գլուխը հատկապես 9-րդ համարը Աստղը որ գուքա եւ Հիսուսի գտնված դունին վրա կգենա չի գրնալ մեր քիծած աստղերը մեկը լալ այլ ինչպես սուրբ հայրեր կմեկնաբանեն մոքերու դեսնածը հրաշքի արդյունք է որ գրնա հրեշտակ մը լալ որ աստղի ցևով մոքեր առաջնորդած է Հիսուսի բնագած
դերը։ Հոս ավելցնենք նաև, որ մասնակիցներեն ոմանք ավելի առաջ երթալով ուզեցին որոշել նաև Հիսուսի ծնած ամիսը կամ եղանակը։ Հիմնվելով Ղուկասի սա խոսքերուն վրա, այնտեղ հովիվներ կային, որոնք գիշերը բացօթյա պահպանություն կնեին իրենց հոդերուն, դարձյալ Ղուկասու ավետարանի երկրորդ գլուխն է այս խոսքը, գուզեն հետեցնել, թե Հիսուս ծմեր եղանակին չէ ծնած, ինչու որովհետև գսեն, որ հովիվները իրենց հոդերը թաշտի մեջ կանեին եւ որ եղանակը լավ գլար, քարդան հատկապես։ Հետևաբար ծմերադեն չէին հաներ գսեն այս գիտնականները, հետևաբար Հիսուս ոչ թե ծմրան պետք է ծնած լար, այլ քարնան։ Պատասխանելով վերի գարձիկ հայտնողներուն, մասնակիցները գսեն, թե Բաղիսինի մեջ ծմեր եղանակին ալ գբադահին մեղմ քիշերներ, որով կարելի է այդ օրերուն բացօթյա քիշերել։ Եզրակացնելով ասենք, թե գիտնականները մեծամասնությամբ համաձայն են Հիսուսի ծնած դարին շուրջ, որը մեր թվականութենեն 7 տարի առաջ, իսկ անորոշություն կդիրե դակավին Հիսուսի ծնած ամսվան եւ օրվան շուրջ։ Սիրելի քույրեր եղբայրներ, հին ավանդություն էր, որ Հիսուս ծնած էր հունվար 6-ին եւ 30 տարի հետ նույն օրը հունվար 6-ին մգրտված էր Հովանես Մգրտիչեն։ Այս հին ավանդությունը այսօր հայ եկեղեցին կպահպանե։ Եվ որ գսեմ ավանդություն անպայմանորեն սիրելիներ ճշգրիտ օրը չէր Հիսուսի ծննդյան, բայց ավանդաբար ըստ ավանդության Հակոբոս դիարնեղբայրը հայտարարած էր Քրիստոսի ծնունդը կատարել հունվարի 6-ին։ Եվ հայ եկեղեցին, որ առաջին եղավ բոլոր եկեղեցիներու մեջ, ազգերու մեջ, որով քրիստոնեությունը ընդունեց pedagogan որպես pedagogan գրոնք քրիստոնեությունը, հետևաբար մենք պահպանեցինք այդ հին ավանդությունը։ Այսօր քրիստոնյա մյուս եկեղեցիները Քրիստոսի սուրբ ծնունդը կդոնեն դեկտեմբերի 25-ին, իսկ հունվար 6-ին կդոնեն Հիսուսի մգրտությունը։ Հետևաբար ծնունդ եւ մգրտությունը իրար մե բաժնված են արեմդյան եկեղեցիներուն եւ մյուս մեր քույր եկեղեցիներու մոտ։ Իսկ մենք հայ ժողովրդի զավակներս այդ հին ավանդության համաձայն մինչև այսօր կդոնենք սիրելիներ հունվար 6-ին անշարժ կերպով թե Հիսուսի ծնունդը եւ թե Աստվածայտությունը։ Անոր համար գսենք Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ ու պատասխանը գլա ցեզի եւ մեզի մեծ ավերիս։ Սիրելիներ, գապ չունի որ թվականին գաբրինք, որ թվականի մեջ ենք, որ օրը ծնած է Հիսուս, կարևորը այն է, որ Քրիստոս ծնավ ինձի համար, քեզի համար սիրելի եղբայր, քեզի համար սիրելի քույր, բոլորիս համար, որբեսի զինք սիրելներ ընդունենք հավատանք անոր եւ արժանի լանք հավիտենական յանքին։ Եկեք սիրելներ, մեր սիրտերը փանանք Տիրոջ դիմաց։ Դարիներուն յետևեն չերտանք, ոչ ալ աստղերուն ու նշաններուն յետևեն երտանք, այլ սիրելներ Աստվածաշունչի սուրբ խոսքը ընդունենք մեր սրտի մեջ եւ ինչպես հավատամքի մեջ կսենք վասն մերո փրկության, մեր փրկության համար մարնացավ, մարդացավ, ծնավ գադարելաբես իմ արյամա սուրբոգուսեն, հոգվովն սրբով, ընդունենք հավատանք այս ճշմարտության եւ սիրելներ ապրինք Տիրոջ կամքին համաձայն սրբությամբ եւ օրհնությամբ։ Եվ այդ ժամանակ մենք ամենքս սիրելներ եւ դերը վերաթարնա արժանի պիտի դառնանք իր ողորմությամբ հավիտենական կյանք մտնելու ու հրեշտակներուն եւ սուրբերուն հետ միասին դերը փարապանելու։ Աստված ձեզ արադաբես տղորտնե, բարի եւ օրհնյալ շաբաթավերջ ձեր բոլորին։